Դբրոցը մարդու գերդման գետրոնն է, ցևավորումը իր աբական դբրոցի մեջ կստացի, ավանի մեջը վերջապես կառավարության հետ որոշ անհամացությունների հետ կվերջհամացանեցան, ավանի մեջը դբրոց ունենք, որ հիմա 1025 աշակերտ ունի, որոնց մեջ 30-ը Ղարաբաղ են։ Դբրոցի մեջ կուսուցանվի արևմտահայերեն, արևմտահայ քրագանություն եւ սպիրկի բացմություն։ Ինչու համար սպիրկի բացմություն։ Հայերս, երբ որ մենք գործընթացած ենք բեդություն եւ թագավորություն, հայերը քաղտած են։ Երբ որ անին ինգավ, սկսան երթար Ռուսաստան, Հունգարիա, Յուգոսլավիա, Տրանսիլվանիա, մաս մնալ նույնիսկ Եվրոպա եկավ, Իտալիա, Անգլիա, վաճառականությունը 17-րդ դարում հնդկական օվկիանոսի մեջ հայերուն ցերկներ։ Նույնիսկ լեզուն վաճառականական հայերեն էր։ Բայց ինչու՞ն հիմա։ Հնդկաստան գրեթե հայ չկա, գա եկեղեցի եւ քերեսմանոց։ Նույնը Իտալիա, Վենեդիգի Սուրբ Սան Մարկո հրապարակին 170 խանութները հայերուն կպատկանեին։ Սուրբ Մարգոսին հաջորդ թաղին անունը Սոտո Պորտիկո Արմենո, հայերուն նրբանց կգոչվի, բայց մեկ հատ հայ չկա։ Եկեղեցի ունին, որ 15-րդ դարեն, առաջին քիրքը, որ դված է հայերեն, Վենեդիգի մեջ եղած է։ Ուրեմն քաղուտները ժամանակավոր են, ասկմը իր էությունը բահելու համար պիտի ունենա հայրենի հող, հայրենիք, հոն է որ քո էությունը կպազմանա, կզարկանա, կընդլայնացվի, ինչու եկած են սպիրկի զանազան քաղուտները, որ մեր բացմությունեն իսկապես տասարնենք, ուր են Հունգարիոյ մեջ հայերը, Լեհաստանի հայերը, քաղաքներ, անուններով, հայկական անուններ էին, զորավարները, քաղաքապետները, հայեր էին, մեծ վաճառականները ուր են, անունին չկա, գա եկեղեցի, քերեսմանոց, ուստի սպիրկի հայությունը պիտի ուղեղի մեջ տրոշմե, որ մեկ ոտքը պետք է տնե Հայաստան, Հայաստանը պիտի զորացնե եւ ոչ թե իր ներուժը օդար երկիրներում մեջ տարած է, ադի ժամանակավոր է, արեք թույլմը գարմիր ներք, լիջի մեջ թափեցեք, որ չապ կդվի գարմիր քույնը, մեկ օր գլուծվի, սպիրկը اد է, ինչպես կոյացած է սպիրկը, հիմնականորեն թուրքերն են, որ կոյացուցին սպիրկը, Արևմտահայաստանն ու Գիլիգիո հայերը չարթեցին մասմը թրքացուցին, մասմնա վդարեցին իրենց հողեն։ Թուրքերը ադրբեջանցիներու նպատակը երկու է։ Դիրանալ հայուն արհեստության, դիրանալ հայուն հողին։ Առանց հողի հայը չի գշարունակվիր։ Գցուլվի, եթե մենք մեր հողի վրա լայինք հիմա 30 միլիոն պիտի լայինք, քանի միլիոն ենք, 3 միլիոն, սպիրկը արյան գանչը պիտի ունենա,
ամենը սպյուրքը հայուն իրավունքն է, որ Հայաստանի քաղաքացի լա։ Բիդի բահանչեք եւ բարդացրեք Հայաստանի իշխանության, վարչության, ինչ որ գոչեցեք։ Ցեզի ինքնության թուղթ պիտա, որ դուք հայ եք։ Դուք ամեն չան կտապեք, զողություն գնեք, որ հայ մնաք։ Ինչու համար։ Նպատակնիդ ինչ է։ Նպատակնիդ մեկ բան է, որ Հայաստան հաստատվիկ։ Եթե չունիք ձեր միտքի մեջը, կարմին ներգի բեսեք թույլով, որ միջի մեջ կտապես, մեկ երկոր գդևեք քիչ մգարմություն գերևի վերջ կլագա բույթ։ Ад եղած է քաղուքի պատմությունը։ Ուրեմն ես ինչ ուզեցի իմ գնոջս հետ։ Հայ ազգի հարցերը լուծել։ Հայը խելացի է, բայց իր խելքի կարողությունը ուրիշ երկրներում կծառայեցնի։ Հայաստան պետք է լա բոլոր հայերու կարողանության կենտրոնը։ Հայաստանի ժողովուրդը բարիացական չի վարվիր, պետք է փոխենք։ Այլապես թուրքն ու ադրբեջանցին պիտկան եւ վրընդեն իրենց։ Բեդու վարչագարկը համացան չէ, պիտի փոխենք։ Որովհետև սպյուրքի ծնողները Հայաստանեն են։ Խարպետ, Այնթապ, Մարաշ, Դիկրանագերտ, Սեփաստիա, մեծ հայրենի թոն են, քերեզմանները հոն են։ Ոչ թե Վիեննայի մեջ կամ Վենեդիգի մեջ կամ Լոնդոնի կամ Փարիզի մեջ։ Հոն պիտի հաստատվի հայը մեկ ոտքով, որ որևէ բան պատահի, ծեր բարիգեցության խանգարող հաստատվի Հայաստանի մեջ։ Ուրեմն ես 5 տարի է գնոջս հետ Հայաստան հաստատվեցանք, թշպախտաբար 2 տարի առաջ ինք մահացավ։ Ունիք դպրոց գտանիմ ազգային գործունեություն։ Ինչ է։ Հայերու հարցերը լուծել։ Ինչ են հայերի հարցերը։ Լեզվական։ Հայերս ունինք արևելահայերեն, արևմտահայերեն, դասական ուղղություն, ափեղանական ուղղություն։ Հայերս մեկ ազգ ենք, մեկ ազգ ենք։ Մեկ հայրենիք ունենք, մեկ հայրենիք ունենք։ Ուրեմն ինչու պիտի ունենանք լեզու մեկ ուղղություն։ Ինչ է նպատակը աս երկուության։ Երկությունը բաժանում է, ուժերու վատնում գորուստ է։ Ուրեմն հանդիպեցա Հայաստանի հայագետ Աջարյանի լեզվի ետրոնին հետ, տնօրենին հետ, ակադեմիից նոր բերավ, հանդիպեցանք, եզրակացությունը աներ, որ լեզուն երկու ճյուղերը կարելի չէ միացնել, դժվար է, անկրակետ կդառնանք եւ այն, նայեցե գսի։ Դուք ազգային միացնություն գուզեք կամ ոչ։ Հայաստանը բոլոր հայերուն հայրենիքն է։ Լա մեկը ծնած լա Հայաստանի հողի վրա կամ սպյուրք։ Սպյուրքը կոյացած է ընտանիքի բաժանումով, թուրքը բաժնած է։ Ուրեմն չէ, մենք չենք ուտել։ Ուրեմն հայագետներ հավաքեցի 9 հոգի, համաժողովուրինք, համացայնեցանք, Հայաստանեն, Լիբանանեն, Փարիզեն, Վենեդիգեն եւ Լոս Անջելեսեն։ Գազմեցինք միասնական քրական հայերեն քերականություն։ Արևելահայերենը, արևմտահայերենը հիմնված քրափարի վրա։ 1850-ին արևելահայերեն եւ արևմտահայերեն քերականությունը բաժնված է քրափարեն։ Ուրեմն այդ երկու ճյուղերը ինչ որ քրափարի վրա հիմնված էր, ադոնթունեցանք 10 օրենք է։
Դարբերությունը արևելը հայերինի եւ արևը հայերին գազմեցինք միացնական հայերը բեդության ներկայացուցինք միջև հիմա պատասխան չկա ներկայիս բեդությունը համացան չէ բայց հաջորդ վարչակարգը պիտի ընդունի ուրիշ ելք չունի հայերս միասնական պիտի լանք եթե ոչ ամբողջովին համագործակցություն պիտի ունենանք Հայաստանը պետք է զորացնել ձեր ներուժի մեկ մասը Հայաստան պետք է տնեք որբեսի մենք գարենանք օդին դիրը ներկայիս ես Հայաստանի մեջ ուրիշներու հետ գազմած եմ ընկերություն որ անօթաչուներ կպատրաստենք Ամբիսի դեսակը, որ ունի Իսրայել ունի, Ամերիկան ունի, Գերմանիան չունի։ Քիդնականներ կան հայերու մեջ։ Պետք է Պերես Կովկովի կորց կատարվի։ Մեր աբական Հայաստանի մեջ աս փոքր ջզմված հողը չէ։ Նախահակահ Ուիլսոնի իրավարար վճիրը կա 162,000 հող տված է մեզի։ Միջազգայինորեն այդ հողը մեզի կպատկանի։ Թուրքը գրաված է, ադրբեջանցին գրաված է։ Մենք ինչ կնենք։ Եթե անդարբեր ես դուն, օրինակով կխոսին ես դպրոցը, կսեմ մեծ հայրդ քեզի 5 դուն ժարանք ցկած է։ 4 սատը գողքի թշնամիներ թեգեր կրավեր են։ Հիմա գցեն ատ 5-րորդին գեցնալին ձիբիտ տաս։ Թունի, որ պանու ունիս դապուն, հայերեն նմորդ է, մուրհագը, գցեն մուրհագը, որ կուգդ է, ինչ վիդին ես, միջազգային թադարան բիդեր տաս։ Հայերս Վիլսինյան իրավար վճիրը միջազգային թադարան բիդրանք։ Դիրություն բիդինենք, ադիգա հողային։ Լեզվականի մեկ մասին խոսիցա, երկրորդ մասն աղաց է։ Հայաստանի մեջ, հայերենի մեջ, ամեն 5 բարի մեկ հատ օդար է։ 29,640 հատ օդար պար կա։ 8 հատ պարարաններ կան, որ օդար պարերու համարժեք հայերենն է։ Մեկ հատնալ մենք պատրաստեցինք բոլոր հայկական դպրոցներուն կփաշխենք ծրի օրեն։ Հիմա 400 դպրոց դարազած ենք, արդեն իրենք մեզի կգրեն, որ իրենց խրկենք։ Ուրեմն, երբ որ հայ աշակերտին, հայ անձին ջիջկրի ճամփան ցույց կտաս գեդեվի։ Ուղղություն դվող չկա։ Երբ որ ուզեցիր ընդհատեմ, ինձ ես է։ Ուրեմն, լեզվական հարցը հաց է, հայերս պիտի ունենանք, մեկ լեզու, մեկ ուղղակրությունն ատասական ուղղակրությունը, որովհետև ափեղանական ուղղակրությունը սխալ հիմքի վրա եղած է։ Ադիկ փաստարկենք, որ ճիշտ չէ։ Ուրեմն ափեղանական, որ հայաստանյան ուղղակրությունը պիտի վերածվի, պիտի լաթասական ուղղակրություն եւ երկու ջողորը պիտի միացվին, պիտի ունենանք մեկ հայերեն։ Մեկ ազգ ենք, մեկ հայրենիք ունենիք, պիտի ունենանք մեկ լեզու եւ մեկ ուղղակրություն։
Արցունքներովս ոտքը ցերփելու Սուրբ անգին երկիր Հայաստան Մենք նույն կաղնի տարբեր ճյուղերն ենք Մենք նույն թռչունի երկու թևերն ենք Նույն չար ոսոխի միակ զոհերն ենք Բայց այոզ ավակ եղբայր հայրենի Ես քեզի կուտամ հեզու երկյուղած Սեմիտ կանգնելու, հողըտ պակնելու Արցունքներովս ոտքըտ սրբելու Սուրբ անգին երկիր Հայաստան Ես կուքամ համեսրտապարծ վերակնքվելու ջորով սևանի Իմ սիրտը հսում է ամեն մի հայու որ ես նույնանամ քեզ մով հավիտյան Ես քեզի կուքամ հեզու երկյուղած Սեմիտ կանգնելու, հողըտ պակնելու Արցունքներովս հողըտ սրբելու Սուրբ անգին երկիր Հայաստան